Իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ մայրաթոր Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել կաթողիկոսին եւ նրա մտերիմ հոգեվորականներին, նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով մինչեւ ճնշումները հասնեն անձամբ կաթողիկոսին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Ըստ մեր աղբյուրների, այդ հավաքների ընթացքում բոլոր հոգեվորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ, հենց այդ ժողովում են ընտրում ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում կաթողիկոսի եկեղեցական ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի եւ իրենց կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեև դա զուտ ներկուսակցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։ Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներկուսակցական, ներեկեղեցական հարցերի համատեքստում ավելի են շատանալու։ Նշենք նաեւ, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այս կիրակի եւս պատարագի է մասնակցելու, այս անգամ Արարատի մարզի գյուղ Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռմամբ մատուցող Սուրբ Անմար պատարագին։ Այսինքն 300-ից ավելի հոգևորական ունեցող եկեղեցում Փաշինյանը գտել է մարդկանց, որոնք իրեն չեն մերժում եւ հերթով գնում է նրանցից հաղորդություն ստանալու։